Լսում եմ։ Լավ ես լսում։ Իսկ որ լսում ես, համ էլ ճանաչում ես սենս, թե ներկայանամ։ Եթե շտապ չի, ես հետո կզանգեմ, հա։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, չհասկացա ոնց թափվեց։ Զանգեցիր փաստորեն։ Հա, զանգեցի, որ ասեմ էլ երբեք ես համարը չհավաքես։ Լսի, ես քո համարը գտել եմ, հասցեդ էլ կգտնեմ։ Լսի, հանգիստ թող ինձ։ Կտամ հանգիստ, եթե փողերս հետ տաս։ Ինչ փող։ Դու քեզ լսում ես։ Դու երբ ես փող ունեցել։ Լսի, ես Հայաստանում եմ։ Քեզ չթվա, որ տենց երկար ես փախնելու։ Ես քեզ կգտնեմ, 1000 անգամ էլ համարդ փոխես, մեկը գտնելու եմ։ Փողերը պատրաստի։ Նորն փոխվում է, կգա հիմա։ Վայ, ոնց էի մոռացել։ Ինչն ես մոռացել, Ալին։ Ես տատին շատ կարևոր բան պետք է հիմա ասեմ։ Գոնե դեմքիս նայի։ Էդո, սենց նեղացած, որ մնանք ինչ ենք փոխելու։ Կամ լավ, եթե չես ուզում ինչ-որ բան փոխենք։ Դու նորոյի ընկերն ես, մենք հանդիպելու ենք։ Արի հասկանանք իրար։ Հասկանանք, որ սենց տհաճ իրավիճակներ չլինեն։ Ես նորոյին դրսում կսպասեմ։ Լանա ջան, եթե խնդիրներ ունես, ասա։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Ես չեմ ուզում մտնեմ քո անձնական կյանք, այդ իմ գործը չի, բայց եթե խնդիրներ կան ու եթե… Չէ, ոչ մի լուրջ խնդիր չկա, անձնական խնդիրներ են, որոնք կապ չունեն աշխատանքի հետ։ Հասկանում եմ, որ անհանգստանում եք, ասեմ, որ արևին չի վերաբերում։ Մարդ ենք, ամեն մեկս էլ մեր պատմությունն ունենք։ Իմն էլ էսպես ստացվեց։ Ինչի ես փակվել սենյակումդ։ Մի տեսակ ես։ Չէ, ուղղակի տրամադրություն չունեմ։ Մագդա, ես ճիշտ եմ հասկանում։ Դու սիրահարվել ես։ Կներես, որ շատ անձնական հարցեր եմ տալիս, ուղղակի որ քեզ սենց նայում եմ, ինձ եմ հիշում քո տարիքում։ Ես էլ առաջին անգամ հենց քո տարիքում եմ սիրահարվել։ Լուրջ։ Հա։ Ուղղակի իմ պատմությունը մի քիչ վատ ստացվեց։ Դե բոլորս էլ, որ սիրահարվում ենք, մտածում ենք ամբողջ կյանքի համար է։
Հետո հասկանում ենք, որ չէ, մենք դրա համար ոչ մի բան չարեցինք։ Բայց ինչի չստացվեց։ Ուղակի չստացվեց։ Դե երևի վախեցանք իրականությունից։ Հետո էլ հաշվի նստեցինք մարդկանց կարծիքների հետ։ Վիճել եք։ Հա։ Ավելի ճիշտ վերջնական բաժանվել ենք։ Ուղղակի մեզ վիճակված չի միասին լինելը։ Մենք պարտադրված ենք իրար մոռանալ։ Իսկ ինչի։ Ոչինչ չէ, որ հարցնում եմ։ Օրինակ իմ պատմությունից տարիներ են անցել, բայց բոլոր պատմություններն իրար նման են։ Սիրում ես, մտածում ես, որ միջև կյանքիդ վերջ է ու հետո ոչինչ չես անում, որ այդ պահես։ Hey դու։ Այսինքն ամեն ինչ այնքան լուրջ է, որ 5 րոպե չկարացիր մեր տունը մնաս Էլիզեի հետ։ Նորո աղբոր պես չխոսանք էլի դրա մասին։ Դու ինձ հիմա ավելի կարևոր բան ունես ասելու, հենց որ սկսի։ Այսինքն, ինչ պետք է քեզ պատմեմ։ Ասեմ շատ վատ տարբերակ ես ընտրել թեման ծրելու համար։ Ես ընդհանրապես թեման չեմ ծրում, աղբերս։ Ասում ես Ալինան այգում էր, հա, որ գնացիր վերցնելու։ Բա միամիտ պատահական ծանոթ մարդ չես տեսա, հետո իրար հետ գնացել եք սրճարան։ Տես բան չի եղել, հա։ Վայ, Ալինա։ Ինչ։ Հիմա որ երեխան ինձ չասեր, դու չէիր ասելու նորո։ Չէ, իհարկե կասեի։ Հարցը այն է, որ Ալինան ինձ խոստանում է, որ ոչ մեկին ոչ մի բան չի ասի։ Ու խաբում է, ասում է։ Այդ լավ չի։ Հեչ ինչ չի քաշել, լրիվ Էլիզն է այդ առումով, ասեմ իմանաս։ Պահի տակ ինչ պետք է ասում է ու մոռանում է։ Դե հիմա հետաքրքրասեր երեխա է, ինչ ես ուզում։ Տես մարդիկ էլ չեն կարում սուս մնան։ Բա գիտես ինչ էր հարցնում երեխան։ Ինչ։ Քո Մագդայի մասին նորո։ Երեխան նկատել է, որ մի բան կա ձեր մեջ, որ սիրահարված եք։ Ու չասես, որ ճիշտ է ասել ես։ Դե բա հիմա երեխուն չէի խաբելու ցավը տան։ Hey դու։ Չեմ հասկանում, դուք բոլորը ծնվել եք իմ ներվերը ուտելու համար, հա։ Դու չես հասկանում, որ ես ամեն ինչ անում եմ, որ Ալինան ոչ մի բան չիմանա։ Հեռու մնա այս պատմությունից։ Չիմանա ով են այդ մարդիկ մեր համար։ Ոնց։ Նորը դու այդ մարդկանց հետ գնում ես սրճարան էտի հեչ, իմ ասածը մեջ։ Ախպերես, ես ուղղակի չկարողացա արևին մերժեմ։ Ինձ թվաց, որ Ալինան է այդ ամեն ինչը ինձ խնդրում։ Ես իրան նայեցի այդ պահին, նենց ոնց որ միշտ ամեն օր Ալինային եմ նայում, հասկանում ես։ Ուղղակի ես չեմ ուզում, որ Ալինան մտածի, որ մենք մոտ ենք, որ կարա իրանց հետ շփվի, որ ամեն ինչ նորմալ է։ Ես ուզում եմ ամեն ինչ անեմ, որ իրանց հանդիպումները շատ քիչ լինեն։ Առհասարակ չլինեն։ Չէ, ախպերս տենց չի լինում։ Դու ուզես թե չուզես այդ մարդիկ ծանոթներ են։ Իրար կողքով անցնելուց չեն կարող անտարբեր լինեն նորը։ Ոչ զանգում ես, ոչ գալիս ես Էլիս։ Մեզ չի սազում սենց։ Մեր մեջ երբեք չի եղել նենց բան, որի պատճառով որ մենք կնեղանանք իրարից։ Որովհետև մինչև ես համ ես, համ դու մեր անձնական սահմանները իմացել ենք։ Մեր իրավունքները իմացել ենք ու չենք խառնվել իրար անձնականի մեջ հաս։ Իսկ դու ամեն ինչ փչացրեցիր։ Էլիս ես կխոսամ Էդոյի հետ, կբացատրեմ իրան, ինքը կլսի, կհասկանա ինձ։ Հիմա եկել ես, որ նույն բանը երկրորդ անգամ ասես։ Դու մի անգամ արդեն ասեցիր, բայց ոչ մի բան չի փոխվել հաս։ Հասմիկ, դու հասկանում ես դու ինչ ես արել։ Ու հիմա եկել ես, որ ես մտածամ, որ սիրտդ նեղվել է, հա, որ չէիր ուզում, որ մտածում ես, չէ՞, դրա համար ես եկել։ Փաստորեն այդ կարծիքն ունես իմ մասին Էլիս։ Այսօր Էդոն մեր տուն էր եկել։
Դեմքից չէր նայում հաս։ Ես խոսում եմ, ինքը չլսելու էր տալիս։ Իսկ առաջ հիշում ես ինքն էր առիթ փնտրում, որ իմ հետ խոսեր, որ դեմքից նայեր։ Ես չգիտեմ ինչ անեմ հաս։ Դու ինձ նես դրության մեջ ես դրել, որ ելք չկա։ Կա Էլիս, կա ելք։ Ես Էդոյի հետ կխոսեմ։ Էլիս չես հավատում ինձ։ Չես հավատում, որ սիրտս ցավում է, որ իրոք մտածում եմ այս մասին։ Որովհետև չենք պայքարում։ Ուղղակի թողնում ենք, որ անցյալը որոշի մեր ներկան։ Ես հիմա գիտակցված կորցնում եմ իմ կյանքում ամենակարևոր մարդուն։ Էդ այնքան դժվար է։ Երբ որ լուր կանգնած նայում ես, թե այդ մարդը ոնց է գնում։ Ու ես չեմ ձգտում պայքարել, համոզել, խնդրել։ Ես ուղղակի նայում եմ իր հետևից։ Իսկ ինչի ես համակերպվում։ Ինչի ես քեզ պարտադրում, եթե սիրում ես։ Մագդա, մենք ես կյանքում մենակ մի անգամ ենք գտնում, երբ որ ծնվում ենք։ Մնացած բոլոր դեպքերում միջև մեր մահը մենակ կորցնում ենք։ Ինչի չես պայքարում։ Իսկ եթե այդ պայքարելու ցանկությունը միակողմանի է, եթե ես ուզում եմ, իսկ ինքը չէ։ Ուրեմն ինքդ պայքարի։ Որ գոնե հետո ինքդ քեզ չմեղադրես։ Իմ պատմությունից տարիներ են անցել, բայց ես մինչև հիմա ինքս ինձ մեղադրում եմ, որ ոչ մի բան չասեցի, չխոսեցի, քայլ չարեցի։ Գիտես, մենք ամեն ինչ թողնում ենք ժամանակի վրա, բայց ժամանակը չի բուժում։ Ժամանակը ոչ մի բան չի մոռացնում։ Ժամանակը ուղղակի գնում է ու քեզ թողում է քո ցավի հետ։ Հետո մի հատ շրջան է գալիս, որ դու սկսում ես հիշել ու մտածում ես, որ այս քո կյանքի ամենասիրուն օրը կարար լիներ, բայց քո կյանքի ամենատխուր օրն է դառնում։ Ես չգիտեմ քո պատմությունը, Մագդա, բայց ես մի բան գիտեմ։ Ճիշտը պայքարելով հեռանալն է, որ հետո հիշելուց քեզ չմեղադրես։ Իսկ եթե այդ ժամանակ ավելի ցավոտ լինի։ Մագդա, դու ամեն ինչ մոռանալու ես։ Այն ֆիզիկայի օրենքները, որ գլուխդ ես լցրել, նախյուսակները, որ անգիր գիտես, բայց մի բան կա, որ դու երբեք չես մոռանալու։ Ու լավ կլինի, որ հիշելուց գոնե ինքդ քեզ չմեղադրես։ Ապրես շատ։ Քո հետ խոսալուց մի տեսակ սիրտս թեթևանում է։ Ուրեմն մտածի ասածներիս մասին։ Գնամ արևին թեյ տամ, որ փոշմանես կգաս։ Ապրես շատ, Լանա։ Ես ընդհանրապես sense թեմաների մեջ խորանալ չեմ սիրում, բայց որ նայում ես, անկախ քեզնից սկսում ես հավատալ, որ մարդը մարդուն զգում է էլի նորո։ Այդ մեծ հիվանդանոցում այդքան բժշկի մեջ հենց Ալինան է արևին օգնելու համոզել։ Ուզում ես ասես Արունն է քաշել, հա։ Հա ինչի հնարավոր չի։ Ամեն դեպքում իրար քուր են նորո։ Անկախ ամեն ինչից, անկախ հանգամանքներից այդ մարդիկ իրար հարազատ են։ Դու ինչքան էլ իրանց շփմանը դեմ լինես, այդ երեխուն չընդունես, մեկը ժամանակը կգա ու դու ոչ մի բան չես կարա փոխես։ Չէ, շատ բան իզնից է կախված։ Ես կարամ նենց անեմ, որ այդ ինֆորմացիան մաքսիմալ հեռու մնա Ալինայից։ Հա, հիմա տենց արեցիր, բա հետո։ Բա մի քանի տարի հետո, որ Ալինան մեծանա ու ցանկություն ունենա արևին ճանաչելու, ինչ ես անելու։ Ոչ մի բան չես կարա փոխես նորո։ Հենց որ լավ մտածի։ Կարող է հիմա է ճիշտ պահը։ Կարող է տենց ավելի լավ լինի, որ շփվեք իրար հետ։ Այդ
Ոչ ես, ոչ Էլիզը, ոչ Ալինան չեն կարող ընդունել Գալովին, հասկանում ես։ Բայց այսօր արևի խնդրակը չկարացար, չեմ մերժես։ Ես չեմ ուզում դու ինձ սխալ հասկանաս նոր։ Չեմ ուզում ասածներս պարտադրանք թվան։ Ուղղակի այս արևի ու Ալինայի պատահական հանդիպումը ըստիս հեչ պատահական չէր։ Մարդիկ հարազատ են իրար, զգացել են իրար, առանց իմանալու հոգ են տարել իրար մասին, անհանգստացել են։ Ոնց կարա այդ ուղղակի պատահականություն լինի։ Դու քո այս վերլուծություններով իմ վիճակը ավելի ես բարդացնում։ Ինձ ավելի վատ վիճակի մեջ ես դնում, հասկանում ես։ Ավելի լավ է ոչ մի բան մի ասա։ Լավ, Նորո ջան, լավ։ Ոնց կասես։ Հիմա ուր ես գնում բա։ Գործի դու։ Չգիտեմ էլ։ Դե արի գնացինք։ Հա, Սարի թեման փակենք էլի։ Փաստորեն չես հավատում։ Գիտես ցավը որն է։ Ես հիմա ոչ մի բան երեսով չեմ տալիս։ Ունենց չի, որ արածս լավությունն եմ հաթաթ հիշում։ Բայց երբ որ դու որոշեցիր գնալ Արշակենց տուն ու աշխատել այդ տանը, ես Նորոյին ստեցի նորից քո համար։ Ես Նորոյի աչքից ընկա քո վրեժի պատճառով։ Ու իմ մտքով ընդհանրապես չի անցել քեզանից նեղանալ, Էլիս։ Հաս ջան, սխալ համեմատություններ ես անում։ Հանուն ինչ որ մեկի ստելը ուրիշը, մարդուն անձնական վիրավորանք հասցնելը ու իր զգացմունքները խաղալիք դարձնելը ուրիշը։ Էլիս, բայց մենք գրեթե նույն ապրումներն ենք, չէ՞ ունեցել։ Ուղղակի իրավիճակներն են տարբեր եղել։ Ոնց եղավ, որ ես ընդհանրապես չմտածեցի քեզնից նեղանալու մասին, իսկ դու չես էլ ուզում հետս 2 բառ փոխանակես։ Հաս, երբ որ ես գնացել եմ Արշակենց տուն աշխատելու, դու Նորոն արդեն բաժանվել էիք։ Ու եթե դուք այդ ժամանակ միասին լինեիք, ես հաստատ այդքանը կհասկանայի ու քեզ իմ մտքերի մասին չէի պատմի, որ իմ պատճառով աղբորս չխաբես։ Ու հիմա արի կլինի քեզ մի արդարացրու ու հին ու նոր մի խառնի իրար։ Դու սխալ ես այս հարցում։ Լավ։ Ես էլ քեզ ոչ մի բան չեմ ասելու։ Ուղղակի իմացի, որ ես այս հարցը ամեն գնով հարթելու եմ, Էլիս։ Ու մի մտածի, որ ես իմ սխալը չեմ հասկանում։ Ու իմ սիրտը չի ցավում։ Հաս։ Ալին։ Ոնց ես։ Լավ, դու այս տխուր ես, թե ինձ ատվում։ Նորմալ է։ Եթե ազատ ես, մի քիչ խոսենք, հա։ Ալին, դու ճիշտ ես։ Իրականում տրամադրություն չունեմ։ Ու ինչ որ մեկի հետ կիսվելու կարիք ունեմ։ Եթե չշտապում, մի 2 բառ խոսենք ու կգնաս, հա։ Հա, ուղղակի Էլիզը կանհանգստանա։ Գիտի, որ տուն եմ հասնում։ Դե ինչ խնդիր կա։ Զանգի ասա, որ մի քիչ կուշանաս։ Ալին, քեզ շատ չեմ զբաղեցնի։ Մի 2 բառ ուղղակի կխոսենք ու կգնաս։ Դասը ես էլ չեմ արել։ Պարզա։ Չես ուզում։ Գնա, Ալին։ Չէ, հա, սխալ հասկացար։ Լավ, կգամ։ Բայց ոչ շատ հեռու, հա։ Կասես ինչ ա եղել։ Ալին, ինձ թվում է ես կորցնում եմ ձեզ։ Սկզբում Նորոն էր, հիմա էլ Էլիզը։ Ոնց։ Էլիզի հետ էլ եք վիճել։ Մի փոքր խոսակցություն ենք ունեցել ու հիմա իրար չենք հասկանում, լեզու չենք գտնում իրար հետ։ Իսկ ավելի կոնկրետ աս։ Ալին, ես քեզ շատ բան չեմ կարող ասեմ։ Բայց հիմա մենակ դու կարաս ինձ օգնես։ Ալին, կկազմակերպես բոլորով միասին հանդիպենք։ Ես, դու, Նորոն, Էլիզը, Էդոն։ Դու շատ էիր, չէ՞ ուզում, որ մենք հաշտվենք ես ու Նորոն։
Ես զգում էի, ալ, դու այս վերջերս շատ էիր կազմակերպում հանդիպումներ պատահական, ինձ ձեր տուն էիր հրավիրում, հիմա էլ կանես, կօգնես Ալին։ Հա, բայց ոնց պետք է ես կազմակերպեմ, ինձ ոչ մեկ չի լսի։ Ալին, որ ուզես կլսեն։ Նախ նորոն ամենաշատը քո ուզածով է անում, քո սրտով է գնում։ Հետո էլ դու համոզելու մեծ վարպետ ես, չէ՞։ Ալին, իրոք էս հանդիպումը ինձ շատ է պետք։ Հա, սախր, Ալին, էս հանդիպումից շատ բան է կախված։ Ալին, հաս դու գիտես, որ նորոն չի թողնում ու չի սիրում, որ ես տենց հարցերում խառնվում եմ։ Հետո իմանալու է ու իմ վրա է բարկանալու։ Իսկ որ մի քանի օր առաջ մեր հանդիպումը կազմակերպել էիր, ինձ ձեր տուն էիր կանչել, չէր բարկացել Ալին։ Բարկացել էր։ Խնդրում եմ, էս մի անգամն էլ իմ համար արա։ Ալին, լավ, մի բան կմտածեմ։ ապրես։ Ես գիտեի, որ հույսս քո վրա կարող եմ դնել։ Դե հիմա գնա, մենք կապի մեջ կլինենք։ Էսուր, տեղ եմ գնում գամ, դու գնա ներս կգամ, բայց Տանը ասել ես, որ գալու եմ քո հետևից, ես էլ չզանգեմ։ Դե մոռացա ասեմ, բայց որ տեսա եկել ես մի անգամից վազեցի։ ես էլ ասում եմ, ես ինչի սենց արևը մի անգամից դուրս վազեց։ Մենք բոլորիս թակուն որոշել ենք, որ պիտի գնանք ման գալու։ Էդ ես էի, հա ձեզ խանգարում։ Ինչ ես ինձ ասում, ենա, գլխավոր կազմակերպիչը ստեղ կանգնած է, իրան ասա։ Զանգեց ինձ ամոթանք տվեց, որ խոստումս չեմ կատարում, ես էլ խելոք եկա հետևից, որ չնեղացնեմ երեխուն։ Դե ինչ եկել ես Հայաստան, ինձ խոսքեր տվել, որտեղ ենք գնալու, but we still didn't go։ Տես Մագդա ջան, որ ասում էի։ Արև, բայց որ տնից դուրս ես գալիս, պետք է ինձ զգուշացնես։ Պատկերացնում ես ինչ կլիներ, եթե չնկատեի։ Էլ մի լավ, ոչ մի բան չէր լինի, ես կզանգեի, մի նեղացու երեխուն։ Իսկ ինչքան պաշտպաններ ունի Արևը։ Նախանձում ես։ Դե մեկը չեղավ մի օր ինձ սենց պաշտպանի։ Վայ, անշնորհակալ։ Այսքանից հետո դժգոհ ես։ Նենց հետաքրքիր է ինչից պիտի գոհ լինեմ, որ ինչ անում եմ խոսում ես։ Վայ, ես արդեն կռիվ ա դառնում, ես զգում եմ, արդեն կկռվեք։ Սրանից հետո տենց կլինի, նոր կիմանաս Մագդա աղջիկը։ Ես սովոր եմ։ Ես միշտ համ քո համ էլ Արշակի առաջ պատասխան եմ տալիս։
Դե ինչ անեմ, երևի ճակատագիրը չեմ կարա փախնեմ։ Չեմ հասկանում, բայց այդ փաստից ինչի ես տենց նեղվում, Մագդա։ Ինչ անում են քո համար է, կամ վատա որ տենց ուշադիր ենք։ Ճիշտն ասա։ Վայ, այս թեման ինձ էլ դուր չի գալիս։ Մի հատ վերջացրեք։ Արև ջան, մի րոպե, կարող է Մագդան իրոք նեղվում է, ցավդ տանը։ Չէ, հենց հիմա իրար գրկում եք ու այս թեման փակվում է։ Վայ, դո ես ոնց կարամ դրանից նեղվեմ։ Դու չգիտես, որ ես դրանից ուրախանում եմ։ Մագդա ջան, դու հիմա գալիս ես, թե մենք գնանք։ Հա, գալիս եմ, ես ոնց կարամ չգամ։ Կարուսել են գնում։ Ոնց ասես։ Դե ես մի բան հագնեմ գամ։ Վայ, ոնց աս երտս խառնում, թեզ երբ է ես քան կարուսել նստել։ Այ լսի, ես էլ լավ չեմ։ Գլուխ սաղավոր ցավում է։ Կծիծաղած, բա ինչ։ Գիտես քո տարիքին ենք։ Էդո հեսա ես քեզ ասել եմ պապի, Մագդային էլ Մագդա տատի։ Շատ անխիղճ ես, Արև։ Մենք այսքան քո ձեռավոր դիմանում ենք, արդեն պիտի բախտի շնորհակալ լինենք։ Դե լավ, եկեք սենց ջախջախված մի հատ նկարվենք սթորի անեմ։ Հա որ։ Հա, հա։ Հիմա սթորի անեմ, վրան էլ գրեմ մեզ փրկեք։ Հա, հենց տենց էլ կգրես մեզ փրկեք Արևից։ Դու ես կարգի ժամանակ չես կորցնում։ Հա, մի հատ մի խանգարի, թող սթորի անեմ։ Մագդա, կլինի գնաս սենյակում այդ կարևոր գործը շարունակես, գնամ տուն էլի, ահա որ օգնած եմ։ Լավ, վերջ։ Բարի գիշեր, ես հետո կանեմ։ Լսի, բա կարող է գաս գնանք մի տեղ նստենք։ Այդ տատիս լավ չի, չեմ ուզենա մենակ թողնամ։ Հա, լավ, բարձ է։ Բայց մի ուրիշ անգամ կարան գնանք։ Այսինքն մի ուրիշ անգամ կգաս։ Կգամ։ Ինչ։ Ես քեզնից գլուխ չեմ անում էլիս, ընդհանրապես։ Ես էլ։ Արև, ես ինչի քնած չես։
Քոնս չի տանում։ Արև, ես քեզ շատ կարևոր հարց ունեմ։ Այսօր ամբողջ օրը դրա մասին եմ մտածել, բայց ոչ մի կերպ չկարողացա հասկանալ։ What happened? Դու որտեղից գիտես, որ Նորոն Էլիզի աղբերն է։ Ոչ ես, ոչ էլ Արշակը քեզ տենց բան չենք ասել, չէ՞։ Լավ Մագդա վերջ։ Հերիքա թեման փագի։ Ախր ես դեռ ուշքի չեմ գալիս։ Իմ գլխում չի տեղավորվում այն փաստը, որ Էլիզն ու Նորոն քույր ու եղբայր են։ Մագդա։ Փաստորեն իմ ու Արշակի խոսակցությունն ես լսել։ Հա, Մագդա, հա, ես գիտեմ, որ ականջ դները լավ բան չի, բայց պատական է ստացվել։ Ես ուղղակի այդ պահն եմ լսել, մենակ այդ պահը ու վերջ։ Ոչինչ արևս բան չկա։ Չես ջղայնանում։ Չէ, ինչի ջղայնանամ, եթե պատահական ա եղել, բան չկա։ Բարի գիշեր։